Հաջորդ զեկուցվող հարցն է բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու մասին։ Զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան, խնդրեմ տիկին Ավանեսյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում առողջապահական պետությանը 100% սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում գործադիր մարմնի նկատմամբ նոր պահանջների սահմանման մասին նախագիծը, ըստ որի մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները, որովհետև ըստ էության փակ բաժնետիրական ընկերությունները հանդիսանալով նաև շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ պետք է հնարավորություն ունենան ուրեմն ընդգրկելու նաև ղեկավար կազմում այնպիսի անձանց, ովքեր ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությունով եւ ունենան նաև գործադիր ուրեմն մարմիններում աշխատանքային փորձի բավարար ուրեմն պայմանին համապատասխանեն։ Ըստ էության, պարոն փոխվարչապետ, մենք վերանայում ենք բժշկական կենտրոնների նաև նկատմամբ ուրեմն աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները, առողջապահության նախարարությունը սահմանելով զարգացման ուղեծիրը մեր բժշկական կենտրոնների համար հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ ուրեմն առաջադրանք եւ հաջորդիվ արդեն նաեւ հաշվետու լինեն, թե իրենց կառավարման ընթացքում բժշկական կենտրոնը ինչպիսի ֆինանսական, նաեւ բժշկական արդյունքների է հասել։ Մեզ համար շատ կարեւոր է, որ պետական մասնաբաժին ունեցող բժշկական կենտրոնները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման ուրեմն անընդհատ ավելացող արդյունքներ եւ մենք էլ ունենանք չափելի ուրեմն ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները եւ հետո էլ գնահատել նաեւ մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը։ Մենք իհարկե տարբեր ուրեմն չափի կազմակերպությունների համար նաև աշխատանքային ստաժի եւ կրթության մասով տարբեր պահանջներ ենք դրել, որովհետեւ այստեղ էլ պիտի հաշվի առնենք կադրային հագեցվածությունը մեր փոքր ամբուլատորիաների առումով եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև գնում ենք խոշորացման, կազմակերպայրավական ձևի խոշորացման, ուզում եմ ընդգծել եւ եւս մեկ անգամ վերահաստատել, որ որևէ բժշկական կենտրոն, ամբուլատորիա, ԲՄԿ Հայաստանի Հանրապետությունում չի կրճատվում, այլ խոշորանում են կազմակերպայրավական ձևով, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել, առավել վարչատնտեսական ծախսերը կրճատել եւ ավելի մեր ֆինանսական միջոցները ուղղել հենց բժշկական ծառայությունների բարձր որակ ապահովելուն եւ ոչ թե ըստ էության ոչ անհրաժեշտ ծախսեր իրականացնելուն։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն տիկին Ավանեսյան, դուք կարևոր նշում եք անում ծառայությունների որակի մասին եւ բոլոր այս քննարկումները, այդ թվում նաեւ պետական կամ համայնքային բժշկական կազմակերպությունների կառավարման ուղղությամբ մեր կողմից կայացվող որոշումները նպատակ ունեն հենց այդ ծառայությունների որակը բարձրացնել։ Եվ եթե այն տեղեկությունները, որոնք որ պետք է հիմք հանդիսանան այդ դատողությունները անելու համար, նաեւ հրապարակային են այն տեսանկյունից, որ մենք պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկվճարումների ցանկում ունենք նաև պետական կամ համայնքային սեփականությամբ բժշկական կազմակերպություններ եւ կարող ենք նկատել, որ նրանք բավական մրցակցային են այն առողջապահական բժշկական կազմակերպությունների նկատմամբ, որոնք գործում են մասնավոր սեփականությամբ։ Այնուամենայնիվ ես ուզում եմ առանձնացնել, որ
այն փաստը, որ մենք ոչ միայն կառավարման ուղղությամբ ենք որոշումներ կայացնում, այլ նաև մեծածավալ ներդրումներ ենք կատարում այդ բժշկական կազմակերպությունների վերազինման ուղղությամբ, թե միջավայրի, թե տեխնոլոգիաների կամ սարքավորումների, որոնք որ կիրառության մեջ են, եւ եթե այս տեսանկյունից մտածենք, այն ֆինանսական հատույցը, որ դրված է այդ ներդրումների դիմաց, պետական եկամուտների տեսանկյունից այնքան նշանակալի չի, որ դա առաջնային նշանակություն ունենա կառավարության համար, թեև պակաս կարևոր չի, ինչպես դուք նշեցիք։ Համապատասխանաբար նաև կառավարիչներին կամ տնօրեններին ներկայացվող նոր պահանջները այն նպատակով են սահմանվելու, որ մենք վստահ լինենք, որ այնտեղ մարդիկ են, ովքեր ավելի լավ կարող են տնօրինել այն ակտիվները, որոնք պետության ներդրումներով հատկացված են որակյալ ծառայություններ մատուցելու համար, եւ դուք վերահսկելու որոշակի գործառույթներ ունենալով կարողանալու եք հետևել եւ անհրաժեշտ միջամտություն ցուցաբերել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Հարցս այն է, թե դուք ունեք արդյոք այնպիսի ընդհանրական պատկերացում, որոնք այս օրենքի ընդունմանը հաջորդող ժամանակահատվածում պետք է սահմանվեն այդ կառավարիչների նկատմամբ եւ ինչ պարբերականությամբ է, որ առողջապահության նախարարությունը հավաքելով այդ տեղեկատվությունը պետք է մեր հասարակությանը եւ կառավարությանը տեղեկացնի վիճակի վերաբերյալ այդ տեսանկյունից, այսինքն որքանով են համադրելի մեր բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը մասնավորապես, մասնավորների կողմից մատուցվող ծառայությունների որակին եւ նաեւ ընթացքում այն որոշումների վերաբերյալ, որոնք պետք է կայացվեն։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան, այո, վստահաբար մեզ համար առաջնահերթությունը բժշկական ծառայությունների որակն է եւ հենց դրա հասնելուն է ուղղված նաեւ այն ահռելի կապիտալ ծախսերը, որոնք մենք իրականացնում ենք որպես հիմնադիր պետական առողջապահական կազմակերպությունների եւ այստեղ էլ որպիսի մեր ներդրումները եւ քանի որ պետական բժշկական կազմակերպությունները նույնանման մրցում են մասնավոր բժշկական կենտրոնների հետ եւ հավասար պայմաններով ենք մենք նրանցից ծառայություններ գնում, այստեղ էլ ծառայություններից գոյացած հասույթից պետք է մենք կարողանանք ճիշտ համամասնությամբ թե ներդրումներ անենք նաև ընթացիկ արդեն վերանորոգումների եւ հագեցումների, այստեղ էլ մենք շատ կարեւոր է, որ կապիտալ ներդրումների եւ ընթացիկ ներդրումների պլան ունենանք, որ կայուն լինի մեր ակտիվների կառավարումը, բայց նաև վարչատնտեսական ծախսերի խելամիտ եւ արդյունավետ լինելուն է ուղղված, որովհետեւ այստեղ էլ սա այն ծախսերն են, որ միշտ կարող են աճել, բայց մենք պիտի այստեղ նաև խոշորացման եւ կորպորատիվ կառավարման հաշվետվողականության հենց հիման վրա կարողանանք վստահ լինենք, որ այս ծախսերը արդյունավետ են, ուղղված են զարգացման եւ նաև նպաստում են լավ կադրեր ներգրավելուն։ Պարոն Խաչատրյան, մենք պահանջների հետ կապված դրել ենք օրենքով, այս հենց փոփոխություններով, որ լիազոր մարմնի հրամանով կսահմանվեն այդ զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները եւ հաշվետվողականության պարբերականությունը։ Մենք կարծում ենք, որ պիտի լինի ուրեմն 6 ամսյա արդյունքների մասով համապարփակ հաշվետվողականություն, տարեկան եւ իհարկե նաեւ հնգամյա, որովհետեւ սովորաբար ուրեմն մրցույթների արդյունքում մինչեւ 5 տարի ժամկետով են կնքվում գործադիր մարմնի հետ պայմանագրերը։ Այս պարբերականությունն ենք նախատեսում արդեն ենթաօրենսդրական ակտերով սահմանելու։ Այլ հարցեր, պարոն Թորոսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, նախ ուզում եմ ասել, որ ամբողջությամբ կիսում եմ Տիկին Ավանեսյանի մոտեցումները այդ կադրային ավելի լայն բազա ընտրելու տեսանկյունից եւ չսահմանափակվելով միայն մասնագիտական հանրույթից, թեև դա էլ է թույլատրվում։ Եվ մի հարց էս առումով մենք ժամանակին ունեին կարգավորում, որ բժշկական կենտրոնի տնօրենին թույլատրվում էր որոշ դեպքերում զբաղվել բժշկական գործունեությամբ, եթե չկար համապատասխան մասնագետ, համապատասխան բժշկական կենտրոնում, խոսքը հատկապես մարզային բնակավայրերի մասին է։ Ուզում եմ հասկանալ, այս դեպքում մենք դա թողնում ենք, թե չենք թողնում,
Ինչու եմ ասում, որտեվ ժամանակին շատ ահազանգեր էին, որ դա չարաշահվում էր տնօրենների կողմից, կարծես վարչական ճնշման միջոցով իրենք անում էին եւ թույլ չէին տալիս այլ բժիշկներ տեղերում անեն վիրահատություններ կամ բուժումներ եւ կարծես թե անհավասար պայմաններ են լինում եւ մինչեւ պատասխանի Տիկին Ավանեսյանը ես ուզում եմ ասել, որ մենք այս ոլորտում իրոք մեծ առաջընթաց ունենք, պարոն փոխվարչապետ, եւ պետության կողմից ուղիղ կապիտալ ներդրումների շնորհիվ գիտենք տասնյակ հիվանդանոցներ են հենց հիմա կառուցվում եւ կկառուցվեն եւ նաեւ հենց այդ նույն կառավարչական լավ հմտությունների շնորհիվ սեփական եկամուտների հաշվին ներդրումների շնորհիվ, որտեղ մենք ունենք նաեւ հիվանդանոցներ, որոնց չենք տվել կապիտալ որևէ ներդրում, բայց իրենք զարգացել են ինքնուրույն շահույթ ապահովելով, շահաբաժիններ վճարելով եւ մի մասն էլ ներդնելով հենց սեփական կարողությունների զարգացման մեջ, նաեւ օգտագործելով տարբեր նորարարական գործիքներ, լիզինգ, վարկեր եւ այլն, ինչը կարծում եմ նույնպես ընդունել է եւ համեմատելու ընդհանրապես եզր չկան այսօրվա պետական հիմնարկների եւ օրինակ 8 տարվա առաջվա պետական հիմնարկների միջև առողջապահական շնորհակալություն։ Պարոն Թորոսյան, լրացնելով ձեր խոսքը, ես 3 Արմավիրի բժշկական կենտրոնում էի եւ այն ընթացիկ վերանորոգումները եւ սարքավորումներով հագեցումը, որը նաեւ մենք լուսաբանել ենք, իրականացվել է հենց Արմավիրի բժշկական կենտրոնի միջոցներով եւ պետությունն էլ արդեն ներդրում է իրականացնում պոլիկլինիկայի ամբողջական վերանորոգման եւ հագեցման մասով եւ կարծում եմ սա այն լավ ուրեմն սիմբիոզն է, որ եւ բժշկական կենտրոնը իր միջոցներով եւ պետությունը նպաստում են, որ մենք ապահովենք մեր սահմանած ստանդարտներով բժշկական ծառայություններ։ Ինչ վերաբերում է հարցին, մենք թողել ենք բացառություն, դա հոգեբուժական կազմակերպություններն են, որովհետեւ այստեղ մենք ունենք նաեւ հոգեբուժական փորձաքննությունների ուրեմն այդ հանձնաժողովներում ներգրավելու հարց եւ այո, ցավոք սրտի մասնագիտական շատ մեծ դեֆիցիտ ունենք եւ այս պահով բացառություն սահմանել ենք, բայց նաև քաղաքականությունը խոշորացման եւ կառավարման հատվածը ավելի բժշկական մասնագիտական գործունեությունից առանձնացնելու արդյունքում այս խնդիրներ չենք ունենա, որովհետեւ այո, մեր փորձառու մասնագետները լինելով բուժ գծով պատասխանատուներ կարողանալու են իրականացնել նաև կլինիկական գործունեություն եւ ըստ էության մենք կնպաստենք, որ այսօր մեր փորձառու բժիշկ մասնագետները կաշկանդված չեն լինի զրկվելու կլինիկական գործունեությունից, բայց նաև գործադիր մարմնի ղեկավարը այլևս կաշկանդված չենք, որ լինի միայն բժիշկ։ Ալիա կարճ արձագանք եւ մի հավելում էլ անեմ, որ մենք հիշենք սրա մասին, պարոն փոխվարչապետ, շնորհակալություն նախ Տիկին Ավանեսյան, հոգեբուժականի մասով գիտեմ, նույնիսկ գիտեմ, որ կենտրոնի համար է դա հիմնականում նախատեսված, բայց մրցակցային առավելություններից խոսելիս մենք միշտ պետք է հիշենք, որ պետական բժշկական հաստատությունը, բոլոր պետական հիմնարկները իրենց գնումները կատարում են գնումների մասին օրենքի համաձայն, որը իրենց հաճախ դնում է ոչ մրցակցային պայմանների մեջ մասնավորի հետ, այդ պետք է միշտ մտքում ունենանք, որտեղ մասնավորը կարող է արագ ուղիղ ներկրումներ անի դրսից, արագ ձեռքբերումներ անի, իսկ մենք հաճախ ստիպված ենք լինում այդ ամեն պրոցեսների միջով անցնել եւ նաեւ երբեմն դրանով ապայմանավորված, որ մասնավորը այնուամենայնիվ ավելի արագ է զարգանում, քան պետականը, թեև երկուսն է զարգանում են։ Պարոն Թորոսյան, մենք նաեւ վերջին տարիների ընթացքում կաշկանդված չենք եղել, եթե տեսնում ենք, որ որևէ կարգավորում խելամտորեն պետք է բարելավի, լավարկվի, որ ծառայությունների որակը լինի համապատասխանաբար ավելի բարձր, ապա դրանք քննարկենք ֆինանսների նախարարության հետ եւ կայացնենք համապատասխան որոշումներ։ Եվ այդ տեսանկյունից պետք է նշեմ, որ այլ ուղղություններով վերջին տարվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք է կատարվել, հիմա մանրամասների մասին չեմ ուզում խոսել, բայց կարող եմ վստահեցնել, որ եթե այդ խնդիրները կոնկրետ դեպքերում ձևակերպված են, եւ եթե հիմնավորված է, թե ինչու պետք է առանձին դեպքերում ավելի ճկուն լինելու հնարավորություն տալ կառավարիչներին, ապա դրանք արձագանք են գտնում եւ համապատասխան լուծումներ են ստանում։ Ես առաջարկում եմ, որ Տիկին Ավանեսյան, եթե կան այն երևույթները, որ պարոն Թորոսյանն նշեց, եթե դա այդպիսի ճկունության ավելացումը պետք է նպաստի, որ ծառայությունները լինեն ավելի որակյալ, բնականաբար պահպանելով թափանցիկության եւ հաշվետու լինելու անհրաժեշտ ընթացակարգերը, ապա դրանք աշխատանքային կարգով քննարկվեն ֆինանսների նախարարության հետ եւ բերվեն այն առաջարկները, որոնք կօգնեն հարց լուծմանը։
Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, ես ուզում եմ ասեմ, որ գնումների օրենքը ստեղծված է նրա համար, որպեսզի մենք գնումները ավելի արդյունավետ եւ քիչ ծախսով եւ հաշվետու ձևով իրականացնենք։ Եվ լրացնելով պարոն Խաչատրյանի ասածը, ուզում եմ ասեմ, որ եթե որևէ ձև սա չի, այսինքն դա տեղի չունի իրական կյանքում, մենք պատրաստ ենք քննարկել եւ պատրաստ ենք փոփոխության ենթարկել եւ հենց այդ պատճառով է, որ վերջին տարիներին մեր կուտակած փորձը հանգեցրել է նրան, որ մենք 5 մեծ փաթեթով փոփոխություններ ենք իրականացնում գնումների մասին օրենքում եւ որը ուժի մեջ կմտնի 27 թվականի հունվարի 1-ից եւ հուսով եմ, որ այդ ճկունության հետ կապված հարցերը նաեւ մեծապես կլուծվեն, թեև ի տարբերություն մասնավոր ընկերությունների, որոնք բաժնետիրական ընկերություններ չեն, պետական մարմինները նաև հանրային ռեսուրս ծախսելով նաև հաշվետվականության որոշակի պահանջներ ունեն, որոնք պետքա մենք ապահովենք, որը ինչ որ դեպքերում կարող է նաև այո համաձայն եմ, որ ստեղծի հավելյալ վարչարարության կամ գործընթացների բարդացման խնդիրներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, Տիկին Ավանեսյան։ Ուղղակի մի փոքր լրացում անեմ, պարոն Խաչատրյան, որ այո, առողջության ապահովագրության ներդրմամբ մենք նաև հիմա աշխատում ենք եւ որոշակի փաթեթ մեր գործընկերներին կներկայացնենք, որովհետեւ ըստ էության մենք ապահովագրության շրջանակներում նույն հնարավորություն ենք տվել անձին մեր փոխհատուցման գնից առավել թանկ ուրեմն օրինակ էնդոպրոթեզ կամ այլ պարագաներ դեղորայք ընտրելու պարագայում իրականացնել համավճար եւ ունենալ ընտրության հնարավորություն։ Եվ այստեղ մեր այս գնումների օրենքով բժշկական կենտրոնները կարողանում են մեկ քիմիական անվանումով կամ մեկ տեսակի ապրանքից միայն մեկ ձևաչափը գնել։ Մենք նախապատրաստում ենք, աշխատում ենք փաթեթի վրա, գործընկերների հետ կքննարկենք եւ իհարկե պահպանելով թափանցիկ եւ նաև արդյունավետության սկզբունքները առաջարկով հանդես կգանք։ Շատ լավ։ Այլ դիտարկումներ չկան, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չունենք,